Մենք իհարկե հասկանում ենք, որ մեր երկրում երկար տարիներ եղել են առողջապահական կարիքներ, որոնք ըստ էության բավարարված չեն եղել։ Եվ այստեղ էլ շատ իհարկե քաղաքական որոշում է նաև, որ ինչ որ մի պահի մենք պետք է հանձնառություն վերցնենք եւ մեր քաղաքացիների անհրաժեշտ բուժօգնության կարիքը փորձենք աստիճանաբար բավարարել։ Ինչի եմ սա նշում, որ այո, հիմնական ռիսկերից, որ նաև ապահովագրության բարեփոխումը քննարկում էինք, դա դիմելիության աճն է, որ արդյոք մեր երկրի առողջապահական համակարգը կկարողանա դիմակայել այն ուրեմն դիմելիության աճին, որը որ սպասելի է։ Ըստ էության այս բոլոր ռիսկերը եւս հաշվարկված են եւ մեթոդաբանությունը, որը հաստատվել է նաեւ ֆինանսների նախարարության կողմից, թե ինչպես ենք մենք իրականացրել ակտուարական հաշվարկները, ենթադրում են եւ դա ներառված է, որ այո լինելու է որոշակի դիմելիության աճ։ Եվ այստեղ էլ մենք պետք է հստակ ունենանք մեր առաջ, որ ապահովագրական ծառայությունները, ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր ծառայությունները, այլ մեր կողմից առանձնացվել են մեր երկրի հիվանդացության, մահացության բեռ հանդիսանող հիմնական հիվանդությունները եւ դրանց համար անհրաժեշտ առաջնային այն, ինչ կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող, մարդու առողջությունը հիմնականում վերականգնող ծառայություններն են։ Եվ իհարկե սրա շրջանակներում էլ օրենքը նախատեսում է, որ լինելու են որոշակի համավճարներ, լինելու են ուրեմն ծառայությունների թե փոխհատուցման գնի վերին սահմանաչափեր եւ թե նաեւ որոշ ուղղություններով նաեւ տարեկան ծառայություններից օգտվելու քանակային սահմանաչափեր։ Ինչու եմ սա նշում, որովհետեւ այո, ինչպես նշեցի, տարիների կուտակված առողջապահական կարիքները բավարարել շատ կարեւոր է, բայց առողջապահական համակարգերը զարգացած նաեւ ուրեմն արդյունավետ են լինում, եթե ճիշտ տրիաժավորում են եւ առանձնացնում են առաջնակի անհետաձգելի բուժօգնությունը եւ պլանային բուժօգնությունը, որը հնարավոր է հերթագրման եւ այսպես աստիճանական սպասարկման տրամաբանությամբ ապահովելու։ Մի օրինակ ես բերեմ, իհարկե պարզ է, որ սրտի ստենտավորումը, եթե դա հրատապ դեպք է, չի կարող հերթագրվել եւ այստեղ խոսքը չի գնում այս ծառայության մասին կամ անհետաձգելի բուժօգնության մասին։ Բայց օրինակ ծնկան հոտի էնդոպրոթեզավորումը, որը շատ կարևոր ուրեմն ծառայություն է, կամ աչքի կատարակտի վիրահատությունը, որը էլի շատ ուրեմն անհրաժեշտ ծառայություն է, կարող է հերթագրվել եւ անձը ոչ թե ստանալ հիպոթետիկ եմ ասում 1 շաբաթից, այլ 2 ամսից, 3 ամսից եւ սա որևէ կերպ ուրեմն չի ազդում նրա վերականգնման ուրեմն աստիճանի վրա։ Եվ այստեղ էլ երբ որ կշռում ենք կարևորությունը համակարգի, մի կողմում մեր քաղաքացին, օրինակ 65+ տարիքի քաղաքացին պետք է ինքը վճարեր այդ ծառայության համար եւ քանի որ այդ ծառայությունները բավականին թանկ էր, ուղղակի զրկված էր այդ ծառայությունները ստանալուց, կամ դա կստանար իր բարեկամների կողմից վճարման կամ վարկի միջոցով վճարման պարագայում, ապա այս դեպքում կստանա պետության կողմից, ապահովագրության կողմից ուրեմն փոխհատուցման կարգով եւ իր այո կարող է սպասման որոշակի ժամկետ լինել։ Սա այս բոլոր գործիքները իհարկե օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտերով կարգավորման առարկաներ են եւ մենք արդեն իսկ այս ենթաօրենսդրական ակտերի նախագծերը մշակված են, դրանք օրենքի ընդունումից հետո վերջին շտկումները կիրականացնենք, որտեղ ըստ էության օրենքը այս տարվա մեջ էլ բավականին փոփոխվել է, հստակեցվել է, որոշակի ուրեմն կարգավորումներ ուրեմն դուրս են եկել եւ այս պարագայում էլ մենք օրենքի հենց ընդունման պահից արդեն վերափոխելով նախագծերը կառավարության կողմից կհաստատենք ամբողջական փաթեթը։ Ներկայացնեմ նաև թե ինչ է այս օրենքի ընդունումը ենթադրում այն քաղաքացիների համար, ովքեր այսօր օգտվում են պետական պատվերի շրջանակներից, ներողություն, բայց
աստիճանական կարգով են ներառվելու ապահովագրական համակարգ, մենք այսպես ենք նախագծել, որ պետական պատվերի համակարգը մարման կարգով 3 տարվա ընթացքում արդեն ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման արդյունքում, որպես այդպիսին արդեն միջոցառում պետական բյուջեից դուրս կգա եւ մենք կունենանք մեկ բազային փաթեթ ունիվերսալ բոլոր քաղաքացիների համար ապահովագրության շրջանակներում եւ կունենանք նվազագույն ծառայությունների ցանկ, որոնք կտրամադրվեն ապահովագրություն չունեցող անձանց։ Մենք հասկանում ենք, որ մեր երկրում ուրեմն շարունակելու են լինել անձինք, ովքեր ապահովագրված չեն լինելու։ Դա Հայաստանում ուրեմն կարճ ժամանակ ապրող անձինք են, ոչ ուրեմն քաղաքացիներն են, Հայաստանում միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատող անձինք են եւ այլն, ովքեր որ կօգտվեն միայն այն անհրաժեշտ վարակիչ հիվանդությունների, շտապ օգնության եւ այլն անհետաձգնելի բուժօգնության շատ սահմանափակ ծառայությունների շրջանակից։ Եվ սա էլ այս համակարգի ներդրումը կբերի որոշակի թափանցիկություն եւ հստակություն։ Ինչու, որովհետեւ տարիների ընթացքում պետությունը իր զարգացման, իր բյուջետային հնարավորությունների ավելացման ուրեմն շրջանակում անընդհատ ավելացրել է շահառուների խումբ, ծառայությունների խումբ եւ ըստ էության ստեղծվել է մի շատ խառնիճաղանճ պատկեր, թե պետական պատվերի որ ծառայությունները որ խմբերին ինչ ծավալով են հասանելի դառնում։ Եվ էսա էլ երբեմն շփոթության եւ անգամ չարաշահումների, ես չեմ խորշում դրանից, առիթ են հանդիսանում, որովհետեւ տարբերակել երկրորդ կարգի հաշմանդամին, ուրեմն վիրահատության այս վիրահատությունը հասնում է երրորդ կարգի հաշմանդամին չի հասնում, զինվորականին հասնում է, բայց մեկ այլ տարբերակով չի հասնում է այս գնով թե այլ գնով, այս համակարգը մեզ թույլ չի տալի ունենալ թե քաղաքացիների, թե բժշկական կենտրոնների եւ թե պետության համար հստակ ծառայությունների շրջանակ, հստակ անձանց տրամադրվող Եվ մարդիկ էլ արդեն, քանի որ ծառայությունների ցանկը հրապարակված է լինելու եւ հասանելի է լինելու, քաղաքացիները իրենք կարող են շատ ուրեմն հստակ կերպով իրենց իրավունքները պաշտպանել։ Իհարկե, օրենքի ամենակարևոր ուզում եմ ասեմ, ընդգծեմ հատվածներից այս 3 տարիների անցումային փուլերն են, թե որ էտապում որ խմբերն են մտնում եւ ինչպես է ուրեմն օրենքը ամբողջական արդեն ուժի մեջ մտնելու եւ այս մասով էլ եթե հարցեր կլինեն, իհարկե սիրով կպատասխանեմ։ Ես ուզում եի նշել, որ օրենքով նաև նախատեսված են, ինչպես ասեցի, համավճարի շրջանակներում հնարավոր ուրեմն փոխհատուցման մեխանիզմները, սա էլ է մեր կարևոր սկզբունքներից մեկը, որ մենք ունենք ուրեմն հաշվարկ, որ մեր 129.600 դրամը, որը այսօր օրենքում նախագծում սահմանված է որպես ապահովագրավճար, սրա շրջանակներում մենք ինչ ծավալ ենք իրատեսապես կարողանալու տրամադրել։ Եվ նաև համարում ենք, որ դրանից հավելյալ ծառայությունները, դրանից հավելյալ ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաները, դրանից մեր սահմանաչափերից ավել դեղորայքը պետք է հստակ կարգավորված ձևաչափով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենք ուրեմն հավելավճար վճարելու միջոցով արդեն կարողանան ձեռք բերեն։ Եվ սա է ընդհանուր առմամբ ապահովագրական համակարգերի տրամաբանությունը։ Բազային ապահովագրական փաթեթները դրանք անհրաժեշտ ծառայություններն են եւ դրան հավելյալել այս ուրեմն փաթեթին հավելյալել այլ մասնավոր ապահովագրական ընկերություններ կարողանալու են ձևավորել մասնավոր ապահովագրական փաթեթներ, պլյուս փաթեթներ եւս շատ տարբեր ծավալներով։ Եվ մեզ համար սա եւս շատ կարևոր է, որ մարդիկ հիմնական նպատակը բավարարելով օրենքի
որն է մեր ժողովրդի առողջության մասին հոգ տանելն է եւ առողջապահական բարվոք ցուցանիշներ գրանցելն է մեր երկրում, դրանք են կյանքի միջին տևողության ապահովումը, դրանք են ուրեմն կյանքի ոչ միայն տևողության երկարումը, այլ կյանքի ընթացքում հնարավորինս առողջ եւ աշխատունակ վիճակով ապրելու հնարավորությունն է։ Բայց մենք հասկանում ենք, որ հավելյալ ծառայությունները, հավելյալ կոմֆորտը, հավելյալ կարիքները պետք է եւս հնարավորություն լինի ապահովելու արդեն մասնավոր ապահովագրական փաթեթների շրջանակներում։